Քրեակատարողական հիմնարկներում մոտ 1.5 միլիարդ դրամի շինարարական աշխատանքներ են իրականացրել, արդյունքներից գոհ չեն կարող լինել, որովհետև իրականում շատ անմխիթար վիճակում ժառանգություն է մեզ հասել եւ հնարավոր կլինի այստեղ որևէ ձևով գոհունակություն արտահայտել միայն այն դեպքում, եթե իրականում կառուցվի մեր նոր բանտը, որը կլինի պիլոտային բանտ բոլոր մնացած քրեակատարողական հիմնարկների համար, արդյունքները բավականին լավն են կապված Արմավիր քրեակատարողական հիմնարկի հետ, որտեղ նորմալ պատշաճ պայմաններ է ապահովել, նաև օդափոխության համակարգ է տեղադրվել, որով որ կարելի ասել գոնե առնվազն ունենք մեկ բանտ, որը միջազգային ստանդարտներին համապատասխանում է, վերջերս նաև CPT ներկայացուցիչներն էին այցելել եւ բավականին հուսադրող էր գնահատականները, իհարկե խնդիրներ կան, բայց շատ արագ դրանք հերթով լուծում ենք։ Նաև մեծ շինարարական պրոյեկտ է արդեն սկսել եւ շինարարությունը ընթանում է, առնվազն կեսը ավարտվել է Աբովյան քրեակատարողական հիմնարկում, որտեղ մեր քաղաքացիները կանայք եւ աչափահասներն են կրում իրենց պատիժը, այստեղ եթե որևէ խնդիր չծագի կկարողանամ մյուս տարի ներկայացնելու, ձեզ ասեմ, որ ունենք արդեն երկրորդ բանտը, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին, արդեն իսկ փոխվել է բոլոր գոյուղիները, սանհանգույցները, նորմալ վիճակում է, բայց ամբողջը վերանորոգում ենք, խորհրդային միությունից մնացած 6 մասնաշենք կար ու ամենտեղ տենց 20-30%-ներ հատկացված, մենք մի քանի մասնաշենք ազատել ենք եւ ամբողջ ներդրումը դրել ենք հենց 3 մասնաշենքի վրա, որ ամբողջությամբ 0-ից կկահավորվի, Գավառի դատարանի հետ կապված խնդիրներ կային, բայց բյուջեն արդեն այս դեպարտամենտը կավելացնի իրանց բլոկով, ասա ավելի շատ գնում, բայց եթե չեմ սխալվում, մոտ 450 միլիոն դրամ արդեն նախատեսվել է եւ ստեղ էլ եթե որևէ խնդիր չլինի, կտուրի հետ էր կապված խնդիրը, շինարարի հետ էր կապված խնդիրը, բայց մյուս տարի կավարտենք, այս տարի մենք դատարանների շենքերի ապահովման մասով ամենալուրջ առաջընթացը, որ ունեցել ենք հակակոռուպցիոն դատարանների շենքային պայմանների ամբողջական ապահովում էր, այսինքն Գարեգին Նժդե փողոցի վրա ավարտեցինք հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը, ամբողջությամբ նոր հիմնանորոգված շենք է, որտեղ արդեն տեղակայվել են մեր դատավորները, նաև Թբիլիսյան խճուղու վրա վերանորոգեցինք վարչական դատարանը եւ հակակոռուպցիոն Արաչիացյանը, որտեղ տեղակայվել են 13 դատավոր, նաև Վճռաբեկ պալատում դատական կարգադրիչներին տեղակայեցինք Աջափնյակ վարչական շրջանում առանձին վերանորոգված շենքում եւ հակակոռուպցիոն Վճռաբեկ պալատը կարողացանք ապահովել, իրականում շատ այսպես ասած ճգնաժամային ժամանակահատվածում կարողացանք հասցնել եւ ըստ օգտվելով առիթից շնորհակալություն հայտնեմ շինարարներին, որոնք նույնիսկ վճարումներին, այսպես ասած, մեր բյուրոկրատիային չսպասելով արագ գործը ավարտին են հասցրել։ Այս տարվա վերջ սպասում ենք լրիվ նոր հիմնանորոգված շենքի բացում իրականացնել, հակակոռուպցիոն վերաքննիչի նոր շենքը, որը Արա Սարգսյան փողոցի վրա է, եւ եթե դա էլ է ստացվում, դա նշանակում է Գարեգին Նժդե հասցեում գտնվող շենքը կգա մեր պրոբացիայի ծառայությանը, որ այսօր շենքային պայմաններ չունի, բայց շարունակելու ենք։ Շատ հատկապես շատ վատ վիճակում են գտնվում մեր մարզային դատարանները, բայց նաև մեր դոնորների հետ աշխատանքի արդյունքում է, որ մյուս տարի իրականացնելու ենք հիմնանորոգումներ, բայց նաև ունենք վարչապետի կողմից հանձնարարական ամբողջությամբ նոր ստանդարտներին համապատասխան դատարանների շենքերի կառուցում, որը հիմա համաշխարհային բանկի հետ արդեն նախագծել ենք այդ մեծ ռեֆորմը, որը մի քանի տասնյակ միլիարդ դրամի է հասնում, պատրաստ են արդեն ֆինանսավորել, ուղղակի մեր ֆինանսների նախարարության հետ են քննարկում, կարծում եմ մինչև տարվա վերջ ներդրումային կոմիտե կներկայացնենք։ Շնորհակալություն։